Բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս միացեք մեզ, որպեսզի իմանաք օրվա բաղադրատոմսը, բայց մինչ կասեմ բաղադրատոմսը դուք նախաճաշ պատրաստեք։ Այսօր ես շատ համեղ ուրեմն ուտեստ եմ առաջարկելու, որը պատրաստելու ենք ջեռոցում, պիցցայի տարբերակ, բայց մի փոքր նման լահմաջոյին, մեր ավանդական բոլորիս կողմից շատ սիրված լահմաջոն, մի փոքր փոփոխված տարբերակով եւ ասես թե պիցցայի է նման եւ թե լահմաջոյի։ Մեզ ինչ բաղադրիչներ են պետք։ Մեզ պետք է բնականաբար խմոր, ես արդեն պատրաստի վիճակում ունեմ խմորը։ Սրա մասին կխոսենք մի քիչ ավելի ուշ։ Հիմա ասեմ, որ խճողակ ենք պատրաստելու, խճողակի համար ունենք աղացած միս, մաղադանոս կանաչ սող, կարմիր պղպեղ, լոլիկ եւ բնականաբար համեմունքներ են այստեղ լինելու։ Սիրելիներս պանիր ենք վերջում օգտագործելու։ Այս ամենի մասին քիչ ավելի ուշ, հիմա դադար է մեր եթերում, դուք մնացեք մեզ հետ։ Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, սիրելիներս, շատ գեղեցիկ վայրեր այցելեցինք եւ տեսանք, թե ինչքան լավ հանգստի տեղեր կա։ Ես էլ այդ ընթացքում եւ վայելում էի այդ հրաշք վայրերը եւ աշխատում էի։ Եվս մեկ անգամ կրկնեմ, թե ինչ էինք այսօր որոշել պատրաստել, այսօր լահմաջոյի կամ փոքրիկ պիցցաների տարբերակ եմ որոշել միասին պատրաստեք, դրա համար մեզ պետք է բնականաբար խմոր, ահա այստեղ արդեն պատրաստի վիճակում ունենք, ես ասացի, եւ հիմա այս պահին ես խճողակն եմ պատրաստում, դրա համար մեզ անհրաժեշտ է աղացած միս, ունենք պղպեղ, մեկ կարմիր պղպեղ, մեկ լոլիկ ունեմ, մաղադանոս, կանաչ սող եւ իհարկե համեմունքներ ենք օգտագործելու եւ ամենավերջում պանիր ենք օգտագործելու։ Հիմա ես փորձում եմ միջուկը հեռացնել պղպեղի եւ շատ մանր կտրատել պղպեղը ու իհարկե լցնենք մեր մսի վրա։ Փորձենք սերմերը հանել, այսպես հեռացնենք եւ ինձ մեկ աման է պետք։ Որպեսզի մեզ ոչ մի բան չխանգարի այստեղ։ Եվ այսպես շատ մանր կարելի է կտրատել, սիրելիներս, ցանկության դեպքում կարող եք այս բոլորը հատուկ հարիչներ կան, գցեք հարիչի մեջ եւ այդպես հարիչով մանրացնեք, իհարկե ոչ այնքան որ դառնա խյուս, պարզապես մանր կտորների վերածեք, բայց ես կփորձեմ հիմա հենց դանակի օգնությամբ մանրացնել այս պղպեղները, լոլիկը եւս, եւ իհարկե կանաչեղենը եւս պետք է մենք մանրացնենք։ Մի խոսքով ինչ մթերքներ որ կան, պետք են մեզ շատ մանր վիճակում։ Ահա։ Այսպես։ Ես արդեն սիրելիներս ջեռոցը միացրել եմ, որպեսզի տաքանա, նմանատիպ թխուկներ պատրաստելու համար պետք է բավականին տաք լինի ջեռոցը, այնպես որ արդեն նախապես տաքացնում ենք։ Եթե թխվածքների առումով կարելի է մի 5-10 րոպե առաջ ջեռոցը միացնել, ապա նմանատիպ մի փոքր երկար թխվող ուրեմն խմորների պարագայում պետք է մի քիչ ավելի շուտ ջեռոցը տաքացնել։ Խմորն էլ պատրաստի վիճակում է, սիրելիներս, խմորիչով խմոր եմ այսօր ես պատրաստել, ինչու նախապես պատրաստեցի, որպեսզի ժամանակ չկորցնենք։ Իհարկե դուք գիտեք տարբերակներ, բավականին շատ վստահ եմ, բաղադրատոմսեր դուք ինքներդ ունեք։ Սիրելի Ադրինե, ողջույն Սոնա ջան, ինչով օգնեմ։ Սոնա ջան, մենք հիմա բավական աշխատանք ունենք կատարելու, այսինքն այս կտրատման process-ն է մի փոքր, այսպես երկար, բայց դե մենք կփորձենք արագ, դու կարող ես ես մի քիչ այստեղ տեղ ազատեմ քեզ համար։ Ահա, խնդրեմ, մեկ տախտակ կարող եմ Շնորհակալություն։ Քեզ խնդրեմ, որ լոլիկը կտրատես, լոլիկը Էլի մանր ոնց այո, բավականին մանր պետք է կտրատվի, Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ, որ օգնության հասար։
Շատ ավելի արագ կստացվի մեր գործը։ Ես բայց կարող եմ հիմա հուշել հեռուստադիտողին, որ այս բոլորը մենք միախառնելու ենք մեր մսի, աղացած մսի հետ, լահմաջոյի խճողակ ենք պատրաստելու։ Ինչու եմ շատ շեշտում լահմաջոյի, որովհետև լահմաջոյի խճողակի մեջ մի փոքր ջուր են ավելացնում, որպեսզի ավելի հյութեղ ուրեմն խճողակ ստացվի։ Այսօր հենց այդ տարբերակն եմ օգտագործելու եւ մաղադանոսը հատկապես լամաջոյի, այսպես ասած, կարևոր մասն է կազմում խճողակի։ Մենք այստեղ մաղադանոս ունենք, իհարկե կանաչ սոխ չեն օգտագործում, պարզապես գլուխ սոխ են օգտագործում։ Ես ցանկացա կանաչ սոխ օգտագործեմ այսօր։ Փոփոխություններ։ Սոնան գիտի ինչ եմ ասում։ Այո, կանաչ սոխը դարձել է քո ֆավորիտը, այո։ Հասկանում եմ, որ բոլոր ուտեստների մեջ փորձում ես, եւ քանի որ մի քանի ուտեստի մեջ, որոնք փորձել ես այստեղ, ես շատ հավանել եմ, վստահ եմ, որ այս տարբերակում եւս շատ համեղ է լինելու։ Այո, եւ դա ինձ այսպես ասած առիթ է տալիս, քանի որ դու այո, քանի որ այն որ ասած գտել ենք ձևը։ Այ այսպես անընդմեջ հիմա կփորձենք Սոնային գոնե այսպես սովորեցնենք, որ պետք է լավ ուտել, պետք է լավ սնվել, պետք է ամեն ինչ ուտել։ Ահա։ Եվ իդեպ ինձ հետաքրքիր է լահմաջոյի տարբերակը, նույն պիցայի տարբերակը դու ավելի նախընտրում ես տանը պատրաստված, թե երբ խանութից ես ձեռք բերում։ Բնականաբար տան պատրաստածը մի տեսակ ավելի այսպես դու այն որ ասма գիտես ինչ ես արել, քո ձեռքով ես պատրաստել, չգիտեմ ինչը այդպիսի բան կա, չէ, այսինքն որևէ մթերքից ավելի շատ ես օգտագործել են, որ ասում ես թող պանիրը ավելի շատ լինի, առատ ավելի համեղ լինի, ես այդ սովորաբար հենց այդպես էլ անում եմ, շատ հաճախ տանն եմ պատրաստում, բայց այն հաճույքը որը դու որևիցե միտեղ նստած կճաշակես, ես կարծում եմ տանը այդպես չէ։ Շատ լավ։ Ինչու հարցրի, որովհետև ուտեստներ կան, որ ավելի շատ մարդիկ նախընտրում են դրսում ուտել եւ ուտեստներ կան, որոնք նախընտրում են տանը ուտել։ Ես կարծում եմ լահմաջոն, այդ տարբերակն է։ Երևի ավելի քան 2 ստեկ տարբերակ է, այսինքն եւ տանը եւ դրսում, որովհետև իրենք այսպես ավելի կարծում եմ հեշտամարս են, ու չգիտեմ լահմաջոյի դեպքում այդպես է թե ոչ։ Եթե բնականաբար օրվա առաջին կեսին ես դա օգտագործում, բնականաբար շատ նորմալ, այո, կարող ես մարսել, որից է խնդիր ես չեմ տեսնում այս պարագայում, հատկապես սովորություն ունենք, չէ, ավանդության մեջ լահմաջոն կիտրոնի հյութով ես ճաշակում եւ կիտրոնի հյութը նպաստում է նրան, որ ավելի մարսողությունը լավ ստացվի։ Այնպես որ կարծում եմ օրվա առաջին կեսի համար արտակարգ տարբերակներից մեկն է թե պիցան, թե լահմաջոն, բնականաբար երեկոյան դա ծանր կերակուր է համարվում երեկոյան ժամերի համար, բայց օրվա ընթացքում շատ ընտիր է, ես կարծում եմ, որևէ խնդիր չկա։ Ու ես ուզում եմ մի տեսակ շեղվել, հիշել իմ ուրեմն ավելի փոքր ժամանակահատվածը, երբ մայրս ինձ գալիս էր իմ ետևից, պարվեստ ուսումնարան, դիմացը պապլավոկներ, թե մեր Առագաստ այդ սրճարանը հայտնի, այնտեղ շատ համեղ լամաջո էին տալիս, շատ համեղ։ Մայրս ինձ վերցնում էր դասից հետո այնտեղ չնայած որ պարուհիներին չէր թույլատրվում նման կերակուր, բայց մայրս ինձ երես էր տալիս, երբեմն այդպես տանում էր այնտեղ եւ շատ հաճելի այսպես նստում էինք մամայիս հետ ու լամաջո էինք վայելում։ Չէր կարելի, բայց չէր կարելի, այո։ Խախտումներ, այո, դե հիմա իսկ մատնեցի։ Իսկ ամեն օր կշռվում էր այդ խախտումները անելուց հետո, թե հանգիստ էր, որ նման խնդիր չկա։ Ես իհարկե հանգիստ էի, որովհետև իմ շատ քաշը քիչ էր, բայց շաբաթական մեկ անգամ մեզ ուսումնարանում կշռում էին, այնպես որ այդ խնդիրն էլ կար զգուշանալու։ Իսկ ինչպես էին պատժում, երբ որևէ մեկը քաշեր հավաքած լինի։ Քաշ հավաքած լինի, նույնիսկ ծնող էին կանչում։ Հասկացա։ Էին կանչում։ Հիմա այս չգիտեմ ինչ նոտայի վրա հիմա կունենանք դադար, որովհետև Ադրինեն շատ է անկեղծացել եթերում, որոշեցինք արագ դադար ունենալ, քանի ամեն ինչ չի պատմել։ Կվերադառնանք ու շարունակենք առաջին ծրագիրը։
Բարի առավոտ, մեր շատ սիրելի հեռուստադիտողին սիրելիներս եւս մեկ անգամ ողջունում եմ եւ ասում եմ մնացեք մեզ հետ, որպեսզի իմանաք բաղադրատոմսը, իսկ օրվա բաղադրատոմսը իհարկե շատ համեղ թխուկ է, ահա խմորը պատրաստ է, ես հենց հիմա միասին կբացենք խմորը եւ կսկսենք մեր գործընթացը։ Իսկ ինչ է կատարվել այստեղ։ Այս ամանի մեջ ունենք աղացած միս, կարմիր պղպեղ, լոլիկ ունենք, մաղադանոս, կանաչ սոխ եւ հիմա պետք է համեմենք այս բոլոր համեղությունները։ Այստեղ տեսեք սիրելիներս, պատրաստել եմ փունջ, այս ընթացքում հասցրեցի ափսեի մեջ դասավորել այն բոլոր համեմունքները, որոնք ես եմ նախընտրում եւ այս խճողակին շատ հարմար է։ Այստեղ ունեմ կարմիր պղպեղ, ունեմ ուրեմն սխտորի փոշի, ունեմ խմելի սունելի, ունեմ համեմի սերմ, քրքում, աղ, չաման եւ իհարկե հատուկ մսի համար նախատեսված համեմունք։ Այս բոլորը 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 տեսակի համեմունք ենք օգտագործում, ներառելով իհարկե այստեղ աղը։ Այսպիսի փունջ եւ իհարկե ահա գնաց դեպի այն համեղ բաղադրիչները, որոնք մենք այսօր վայելելու ենք։ Այսպես, քանի որ սիրելիներս նշել էի, որ սա նման է լինելու լահմաջոյի, ուրեմն մի փոքր այստեղ պետք է բուսայուղ ավելացնենք խճողակի մեջ, այսպես ես աչքաչափով 2 կամ 3 ճաշի գթալ կարելի ավելացնել, այսպես, եւ մի փոքր էլ ջուր, սիրելիները սառը ջուր ենք այստեղ ավելացնում, շատ զգուշությամբ, խառնելով կհասկանանք ինչպիսի ուրեմն զանգված է մեզ պետք։ Ջուրը ավելացնում ենք, որպեսզի մի փոքր հյութեղ լինի, մի փոքր ջրալի լինի եւ շատ հանգիստ կարողանանք տեղադրել մեր խմորի վրա։ Ահա, մեր խճողակը պատրաստ է, բնականաբար լահմաջոն պատրաստում են ուրեմն հում վիճակում են խճողակը դնում խմորի վրա, կարծում եմ բոլորդ գիտեք այդ մասին, եթե որոշակի խմորների հետ աշխատելիս մենք խճողակը նախապես մի հատ շոգեխարշում ենք, հետո ենք տեղադրում խմորի վրա, ապա այս պարագայում հում տարբերակով ենք օգտագործելու։ Ես կարծում եմ մի քիչ էլ կարելի է ջուր ավելացնել, շատ քիչ եւ թողնել մի կողմի վրա խճողակը արդեն իսկ պատրաստ է, շատ անուշ է բուրում, ես հոտը զգում եմ արդեն, հրաշք բույր է տարածվել, այնպես որ սիրելիներս, եթե ժամանակ ունենաք, այսօր կարող եք հենց այսօր պատրաստել այս համեղ բաղադրատոմսը։ Թողնում եմ մի կողմի վրա, որպեսզի իհարկե խմորը բացենք, ահա ալյուրը մեզ օգնության է հասնում եւ հիմա այստեղ մի հատ մաքրում ենք, վերջ։ Սեղանի վրա ալյուր ենք ցանում բնականաբար եւ իհարկե խմորը փորձեմ այսպես տեղափոխել սեղանի վրա, որպեսզի այն բացենք։ Շատ նուրբ, շատ էլաստիկ ընտիր խմոր է, սիրելիներս։ Հիմա փորձենք այն բացել։ Այսպես գրտնակը եւս ալրոտենք եւ բացենք մեր խմորը։ Խմորը պետք է բացել 2 սանտիմետր հաստությամբ, շատ հաստ պետք է չլինի այն, որպեսզի շատ նուրբ ստացվեն մեր թխուկները։ Այսպես։ Ահա տեսեք, ձեռքով էլ է հնարավոր, այնքան նուրբ եւ էլաստիկ է, որ ձեռքով էլ է հնարավոր այն ձևավորել։ Այսպես։ Նշեմ, որ խմորիչով խմոր է, դրա համար այսպես պղպջակները երևում են խմորի վրա արդեն։ Եվ այստեղ իհարկե ես ձեզ պետք է առաջարկեմ լայֆխակի տարբերակ սիրելիներս։ Ահա այս հաստության խմորը շատ ընտիր է, շատ լավ է։ Իհարկե, որ հատվածը հաստ է մնացել, ես էլի կբարակացնեմ։ Այսպես։
Ընտիր, շատ լավ է։ Սիրելիներս, ահա, վերցնում ենք մեկ կաթսայի կամ թավայի կափարիչ, այն մի փոքր հիմա փորձեմ շուրջը ալրոտել, կամ խմորի վրա կարող եք ալյուր ցանել, այ այսպես, եւ փորձենք այս կափարիչի օգնությամբ կտրել մեր փոքրիկ պիցաները։ Ահա, տեսնենք ոնց կստացվի։ Տեսեք, այսպիսի փոքրիկ պիցա ենք մենք այսօր պատրաստելու, ահա, այսպես, այսպիսի գեղեցիկ փոքրիկ պիցաներ են լինելու և ուտելիս շատ հարմար կլինի և այսպես շատ գեղեցիկ կլինի, մատուցելիս ևս շատ գեղեցիկ կլինի, նորից փորձենք կտրել, Ահա տեսեք, որ հատվածը իհարկե մի փոքր այսպես խմորին կպած կմնա, դանակի օգնությամբ ևս կարելի է այն պոկել։ Ահա այսպիսի գեղեցիկ, ես հիմա թավան կբերեմ մեր ջեռոցի, այստեղ ևս ալյուր ցանեմ և տեղադրեմ խմորիկները։ Ահա, տեսեք այսպիսի փոքրիկ ուրեմն տարբերակ եմ առաջարկում պիցայի, ես կարծում եմ երեխաներին սա շատ դուր կգա սիրելիներս, պատրաստեք, փորձեք երեխաներին այսպես գերել և լավ համեղ իհարկե սնունդ առաջարկել, այսպես, հաջորդը, ահա, տեսեք, ես կարծում եմ մեր թավայի մեջ գոնը 3-6 կտոր կտեղավորվի։ Ադրինե, մինչ դու ես ամենը պատրաստում ես, ռեժիսորը մեր ասում եմ, որ պետք է լինի դադար, ես որից հետո կվերադառնանք և նորից կանդրադառնանք խոհանոցին։ Այո։ Դադար մեր եթերում։ Բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին սիրելիներս, այսօր շատ համեղ, ուրեմն թխուկ ենք պատրաստում պիցայի կամ լահմաջոյի տարբերակ, եթե լահմաջո ասենք իհարկե նման չէ լահմաջոյին, որոշակի այսպես խճողակի հետ կապված նյուանսն է նման, բայց ընդհանուր առմամբ մի տեսակ պիցա է և փոքրիկ, նշեմ, որ շատ փոքրիկ կտորներով եմ այն պատրաստում, որպեսզի դուք էլ այսպես քաջալերվեք և ձեր բալիկների համար այսօր փորձեք այս փոքրիկ պիցաները պատրաստել։ Մինչ այս պահը ինչ ենք արել, խճողակ ենք պատրաստել, աղացած մսով, լոլիկով, կարմիր պղպեղով, կանաչ սոխով, մաղադանոսով և բազմապիսի համեմունքներով։ Այստեղ ես ավելացրեցի մի փոքր բուսայուղ և ջուր, սառը ջուր, այսպես խճողակը փափկեցրեցինք և ավելացրեցի այն փոքրիկ կտորների վրա, որը միասին ուրեմն պատրաստել էինք։ Այն մի քանի կտորը եփվում է ջեռոցում, ես հիմա կարող եմ նույնիսկ հանել ցույց տալ և վրան ավելացնել պանիրը, պանիրը դեռ չեմ ավելացրել, ինչու, որովհետև դեռ միսը, ցանկացա մի փոքր միսը եփվի, հետո նոր ավելացնենք պանիրը։ Ահա տեսեք, այսպիսի տեսք ունի մեր ուրեմն պատառիկները, մեր պիցաները այսպիսի տեսք ունեն, ես հիմա վրան կավելացնեմ պանիրը, այսպես, ու շատ ախորժալի բույր ունի, սիրելիներս, արդեն բույրը տարածվել է, հավատացնում եմ, եթե ժամանակ գտնեք այսօր անպայման պատրաստեք, եթե իհարկե ոչ, ապա մոտակա օրերին կարելի է ինչու ոչ երեխաներին երես տալ, այսպես ասած, արդեն ես գիտեմ, որ ավարտվել են ուրեմն դասերը, դպրոցները արդեն փակվում են կամաց և երեխաները տանն են, իսկ եթե տանն են, պետք է հաճախակի և շատ լավ սնվեն։ Մամաները իհարկե հոգ կտանեն դրա մասին, ես գիտեմ, բայց նմանատիպ ուտեստները ավելի ախորժակով և սիրով են ուտում երեխաները։ Այսպես։ Իհարկե ինչու ոչ, մեծերն էլ չեն հրաժարվում, ես էլ նմանատիպ պատառիկներ շատ սիրում եմ, այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման պատրաստել։ Ահա, ավելացրեցինք նաև պանիրը, հիմա նորից կտեղափոխենք ջեռոց և կթողնենք այսպես
իր հյութով, իր բոլոր համերով գեղեցիկ եփվի։ Ահա։ Գնացինք դեպի ջեռոց։ Այսպես, եւ անցնենք առաջ, սիրելիներս, հաջորդ շերտը բացել եմ, արդեն ինչ որ մնացել էր խմորից։ Հիշեցնեմ, որ նորից մենք այն ուրեմն կկիսենք, կբաժանենք մասերի հենց այս կափարիչի օգնությամբ։ Ինչպես նշեցի, սա է լայֆհակի տարբերակը, եթե ուզում ենք փոքրիկ կլոր պիցաներ ստանանք, ապա այսպիսի ուրեմն հարմարավետ խոհանոցային կափարիչը մեզ կօգնի։ Ահա, սեղմելով կիսեցինք եւ իհարկե կտեղափոխենք մեր այս մյուս տապակի վրա։ Ես ցանցը ուրեմն փայլաթիթեղով ծածկեցի, որպեսզի հարմար լինի։ Տեսնենք, թե քանի կտոր դուրս կգա այս մյուս հատվածից։ Այսպես։ Շատ հեշտ տարբերակ է, շատ գեղեցիկ տարբերակ է, այնպես որ կարող եք կիրառել խոհանոցում։ Այս հատվածը եւս գրտնակենք եւ փորձենք նորից ստանալ լոշիկներ։ Մեզ ալյուր է պետք նորից։ Խմորը բացելիս ալյուրը իհարկե շատ է օգտագործվում, որովհետև անընդհատ պետք է այսպես ալրապատ լինի, որպեսզի կարողանանք հանգիստ գրտնակել։ Ինչպես ասացի, 2 սանտիմետր հաստության խմորն է, այսինքն այս լոշիկները լինեն 2 սանտիմետր հաստության։ Կարծում եմ 2 կտոր եւս կկարողանանք այս խմորից ստանալ։ Այսպես արդեն խմորը պատրաստ է մոտավորապես։ Ահա։ Սեղմելով ազատում ենք խմորը այս հատվածից, այսպես։ Ահա, խնդրեմ, եւ կարծում եմ այս կտորից եւս կստանանք 1 լոշիկ։ Փորձենք սա էլ բացել եւ իհարկե խճողակը տեղադրել խմորների վրա։ Այսպես։ Տեսնենք, թե ինչպես կստացվի։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ խճողակը ոնց ենք պատրաստել։ Ունեինք աղացած միս, կարմիր պղպեղ լոլիկ, կանաչ սոխ եւ մաղադանոս ու բազմա պիպսի, ուրեմն համեմունքներ։ Այստեղ ավելացրեցինք նաեւ բուսայուղ եւ իհարկե մի փոքր սառը ջուր։ Հիմա ձեռքով փորձեմ մի փոքր ձև տալ։ Եթե այս 1 կտորը մի փոքր տձև ստացվի, որևիցե խնդիր չեմ տեսնում ես այստեղ։ Սիրելի Ադրինե, ողջույն։ Ջան։ Ինչով օգնել քեզ։ Այսպես։ Մենք արդեն ավարտում ենք, Սոն ջան, բարդ գործը կատարված է, այսինքն խճողակի պատրաստելը այդ կտրատման process-ն էր մի փոքր ժամանակատար։ Բայց արդյունքը շատ գեղեցիկ է, դեռ մինչև ջեռոց տեղափոխել ես պատկերացնում ջեռոցում եփվելուց հետո ինչքան գեղեցիկ եւ ինչքան համեղ են լինելու։ Հուսանք, որ շատ համեղ եւ ամեն բան լավ է ստացվելու։ Ահա, տեղադրում եմ նաեւ այս մյուս հատվածը մեր խմորի եւ իհարկե խճողակը լցնենք խմորի վրա։
Եվ ես գիտեմ, որ խոհանոցում քեզ մշտապես օգնում են մեր լավագույն գործընկերները, իհարկե Ելոլա ապրանքանիշը, որ առաջարկում է պանիրների լայն տեսականի, ինչպես նաև անարատկաթից պատրաստված կաթնամթերք, ահա դուք տեսնում եք զամբյուղը մեր այսպես թարմության եւ համեղության եւ այստեղ ինչն է ուշագրավը Բաստուրմա Սուլուգունի համադրությամբ նորույթ, այո, նոր պանիրներ Ելոլայի, որոնք կարող եք գտնել խանութներում եւ իհարկե վայելել անարատկաթից պատրաստված կաթնամթերք եւ տալ ձեր փոքրիկներին ու վստահ լինել, որ իրենք ամենամաքուր կաթնամթերքն են վայելում, որովհետեւ իսկապես ոչ մի հավելումներ այս ընկերությունը չի ավելացնում իր ապրանքատեսականիում։ Եվ իհարկե յուրաքանչյուր բաղադրատոմսի հետ մենք առաջարկում ենք հյութերի լայն տեսականին, որ առաջարկում է Իջևանի գինու գործարանը, ահա պահածոների եւ հյութերի էլի փոքրիկ հատված, որը մեր տաղավարում առկա է, դուք հիմա տեսնում եք ձեր էկրաններին, եւ դրանք բոլորը տնական համի ու հոտի մասին են փաստում եւ իհարկե այս ընկերությունը առանձնանում է գինիների, անմահական գինիների եւ ոչ միայն գինիների լայն տեսականիով, որոնք վաղուց դուրս են եկել Հայաստանի Հանրապետության սահմաններից եւ սիրելի են շատ ինչպես մեր հայրենակիցների մոտ, այնպես էլ արտասահմանցիների դրսում ապրող մարդկանց, որովհետեւ իրենք երբ ծանոթացել են այս ապրանքանիշի գինու, հայկական գինու հետ, հասկացել են, որ անմահական ուրիշ ոչինչ իրենց պետք չէ։ Այո, համաձայն եմ քեզ հետ, այո, արձագանքները արտակարգ են։ Այսպես։ Ահա, մենք խճողակը տեղադրել ենք խմորիկի վրա եւ հիմա փորձում եմ տարածել այն եւ իհարկե այսպես երբ գործը ավարտենք կտեղափոխենք ջեռոցը տաքացված է 180 աստիճանի տակ մի փոքր երկար պետք է եփվի որովհետեւ խճողակը բնականաբար ես հում տարբերակով եմ այսօր օգտագործել ահա Սակայն հեռուստադիտողին ասենք ցանկության դեպքում եթե ցանկանաք որ շատ ավելի այո եթե շատ ավելի արագ ստացվի, այսինքն ժամանակի խնդիր կա, ապա շատ արագ գազօջախի վրա կարելի է այս բոլորը տապակել, այնուհետև ավելացնել խմորի վրա։ Եվ այդ պարագայում դե բնականաբար ջեռոցում էլ շատ քիչ ժամանակ ուրեմն կտևի, մինչ պատրաստվի։ Եվ մի հարցի էլ շատ կարևոր պատասխանիր, երբ ավելանում է միջուկը, ինչ ենք անում։ Երբ ավելանա միջուկը կմտածենք մեկ այլ կերակրի տեսակ, կամ կարելի է ծայրահեղ դեպքում այն սպագետիի հետ այսպես համադրել, այո, անպայման կամ կարտոֆիլ տապակել եւ կողքին էլ սա տապակել ավելացնել, իսկ եթե ոչ դրա ժամանակը չունենք, ապա գեղեցիկ փաթեթավորում եք մեկ անգամ օգտագործվող տոպրակների մեջ եւ տեղափոխում եք սառցախցիկ, որպիսի հաջորդ օրը կամ մոտակա օրերին ինչ որ բանի համար հաստատ պետք կգա։ Ընտիր։ Ամեն ինչ ասած Ադրինեն, ամեն ինչ պարզ է, մենք այս 4 հատն էլ կտեղափոխենք ջեռոց, որտեղ 180 աստիճանի տակ արդեն նախնական տեղադրված այսպես լամաջոյիկները կամ պիցայիկները եփվում են եւ իհարկե վերջում ցույց կտանք արդյունքը։ Արդյունքը անպայման։ Քիչ հետո երբ սա էլ եփվեց, ես էլի վրան կավելացնեմ պանիրը, էլի կտեղափոխենք ջեռոց ու վերջում իսկապես արդյունքը կվայելենք։ Կադրով էլ շատ գեղեցիկ էին, ինչպես իրականում։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կողջունենք այսօրվա մեր արդեն երկրորդ հյուրին։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա ավարտվեց մեր այս հատվածը խոհանոցային։ Ես ձեզ բարի ախորժակ եմ աղթում, ահա տեսեք թե ինչպիսի գեղեցիկ տեսք ստացան մեր փոքրիկ պիցայի տարբերակները կամ լամաջոյի տարբերակները, ինչպես կուզեք անվանեք, պատրաստեք, գոհացրեք ձեր ընտանիքի անդամներին, բնականաբար բալիկների համար համեղ պատրաստեք, թող նրանք լավ սնվեն, որպեսզի ուժեղ առողջություն ունենան եւ իրենց այսպես խելքը լավ աշխատի։ Լավ եղեք սիրելիներս, առողջ եղեք եւ իմացեք ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։